Ողջույն բոլորին եւ բարի գալուստ Get Ready with Sona-ի նոր էպիզոդին։ Այսօրվա իմ հյուրը գեղեցկուհի Տերասանուհի Արաքսյանն է։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր եկար եւ միասին պատրաստվելու ենք։ Շատ հաճելի է քո ալիքում հյուր լինել, ոնց որ քո տուն եկած լինում, էլի։ Անսահման հաճելի է։ Տուն։ Այո, մեր սիրելի աղջիկները շատ էին ուզում, որ դու գայիր, դրա համար Դե ինչ, կարող ենք սկսել մաշկը խնամելուց, քո մաշկը ինչ տիպի է, մի քիչ կպատմես։ Մաշկը շատ չոր է, շատ։ Այնքան չոր, որ անգամ շատ խոնավեցնողներից պրոցեդուրաներից հետո մի քանի րոպե ընթացքում կարող է ձեռք տամ, էլի ես չորություն զգամ։ Շատ չոր է, բայց մաշկից չեմ բողոքում։ Մենակ չոր է, ընդհանուր առմամբ ինքը լավ մաշկ է, էլի ես շատ քիչ եմ խնդիրներ ունենում մաշկից հետ կապված, մենակ ակնեներ եւ այլն են ամսվա մի քանի օր էլ լինում են ոնց բոլոր աղջիկների մոտ, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ, որովհետեւ որ ասեմ շատ նրբանկատորեն եմ իրան վերաբերվում, այդքան էլ Հա, ես Արաքսին խոստացա, որ մեր անտիակնե լոսյոնը քեզ կնվիրեմ, հենց այդ ամսվա մեր հյուրերի համար, այո, մեր ամսվա այդ հետաքրքիր հյուրերի համար ինձ թվում է ինքը շատ լավ փրկություն է, հատկապես որ կոմասնտության հետ կապված կադրում ինչքան մանրամասն է, չէ՞, երևում դեմքը։ Հա, կադրում խանգարում է, հետո որ ինքը քո մշտական ատրիբուտը չի, օրինակ սվալը։ Հավերժ կադրում մնում է, էլի։ Իսկ կադրում ոնց է, որ քեզ նայում ես, կասնենց ոնց իրականում ես կադրում, թե խոխված է, ամեն մեկը ինձ թվում է տարբեր է, չէ՞։ Հաղորդումներում եւ իմ կադրերում, իմ միջավայրում, այսինքն բլոգում եւ այլն, ես ինձ նենց եմ տենում ոնց կա, բայց որ մարդիկ դնում են, ասում են, վայ, իրական ավելի սիրուն է, զարմանում եմ, որտեվ չգիտեմ, ես դուր եմ գալիս ես կադրերով, էլի, եթե իրական ավելի սիրուն եմ, ուրեմն ընտիր։ Ուրեմն ընտիր։ Իսկ կերպարների հետ կապված հնարավոր է։ Ես ինձ չեմ նայում որպես ինձ, ընդհանրապես դա պրոֆեսիոնալ չի, էլի, որ կերպարին նայես որպես քեզ, մտածես քո որ ռակուրսից ես գեղեցիկ կամ բան, դա պրոֆեսիոնալ չի, դրա համար նախնկարման ընթացքում ես ընդհանրապես կադր երբեք չեմ նայում, որովհետև իմ համար տեսախցիկը գոյություն չունի նկարման հրապարակում, պետք է գոյություն չունենա դերասանի համար տեսախցիկը։ Իսկ հետո երբ որ նայում եմ էկրանին, չեմ նայում որպես Արաքս, որ նայում սիրուն եմ թե չէ, նայում եմ որպես կերպար, իսկ կերպարը օքեյ որ տարբեր ձև է լինում։ Հա։ Ուրիշ մարդ է ի վերջո։ Հա, հետաքրքիր է, չեք տեսնում օրինակ կադրը գնաս տեսնես հասկանաս։ Ես չեմ նայում երբեք կադր, դա պրոֆեսիոնալ։ Թատերականից է եկել այդ մտածելակերպը։ Դե գնամ նայեմ որ ինչ, դա իմ աշխատանքը չի։ Պետք է նայեմ ռեժիսորը եւ բեմադրիչ օպերատորը։ Գնամ նայեմ որ ինչ։ Okay։ Ընդհանրապես գիտեք, հայլու դիմացել չի կարելի բաներ փորձել։ Որ կանում են փորձում են, այդպես իրանց հարմար դիրքերն են նայում, կերպարները որ փորձում են հայլու դիմաց։ Խի, որովհետեւ էտել է քեզ դնում փակագծերի մեջ կաղապար։ Հա, դու ինչի ես նայում, որ նայես որ կոմով լավ է, չէ, որ կոմով բան, բայց դա քիչի որ դու խաղիդ ընթացքում մտածես, որ կոմով ես լավ երևում։ Հետ հայացք ոնց ես գցում քո կերպարներին, կրիտիկա ոնց ես անում։ Կերպարներին խաղի տեսանկյունից եմ անում, էլի։ Դե այստեղ խոսքը արտաքինի մասին է, չէ՞, ոչ թե խաղի։ Հա, արտաքինի, բայց ամեն դեպքում միմիկաները, չգիտեմ, հետո հետ հայացք գցես, օրինակ հասկանաս, այստեղ օրինակ sense պետք է միմիկաները ես ըստ բնավորության եմ հասկանում, օրինակ այս նոր կերպարս մի քիչ թեթևա մարդամոտ է շատ բան, ու ես խորացել եմ, որ եթե ինքնես թեթևա մարդամոտ է, իր ժեստերն են ասեն շատ թեթև։ Հա։ Ու ես իր ժեստերը հորինել եմ, էլի իմ համար, որ ես խոսում եմ, թեթև բաներ անում, որտեղ մարդամոտաշփողը չի իրան կոմպլեքսավորում ժեստերի մեջ, հետեւաբար բան եմ անում, որ օրինակ մի կերպար էի խաղում, որը հատուկում օլյան նայած կլինեն շատերը, ինքը sense ավելի շատ ընտանեկան խնդիրներ ուներ, բան ու շատ մի քիչ բացասական գծեր շատ ուներ, ես իր համար ունեի sense շատ փակված բաներ, ինքը միշտ կամ sense էր, ոնց որ դրանով արտահայտում էի, որ ինքը անընդհատ իրան փակագծերի մեջ է պահում, որ ճիշտ բան ասի, հանկարծ չերևա իրականում ինքը ոնց նա բան, ու դրա համար իր ժեստերն էլ էի տենց հորինել, տենց էլի ամեն մեկի համար ինչ-որ բան գտնում եմ։ Հա, հետաքրքիր ինչ ենք անում, ես ասնացել եմ։ Մենք սկսեցինք տոները մաքրեցինք մաշկը, որ կարողանանք մնացած մեր խնամքը ավելի ուժեղացնենք։ Քեզ կառաջարկեմ օգտագործենք այս ջրային հիմքով կուալիտայի շիճուկը, արի փորձենք։ Դու էլ կասես քո կացիկը շատ իրան պետք չի քսել, ես միշտ շատ sense
տալիս եմ մեր հյուրերին, հետո հյուրերը սենց ոգից ասում են շատ եմ գցել, ասում հա, դրամա քիչ իրա խոնավացնենք, հա։ Ես օգտագործեցի լոսյոնը, քանի որ իմ մաշկը ավելի նորմալ դեպի յուղոտ է, ինձ լոսյոնը ավելի լավ է։ Հա, սա արա ու քանի որ չոր է, արի դու էլ փորձի։ Դրանից հետո նաև սա։ Այս խոնավացնող Լոսյոն։ Դե օրինակ հիմա դու այդպես ասում ես, որ չեն նայում շատ դերասաններ, նույնիսկ բողոքում է հանդիսատեսը, որ հեռուստադիտողը, որ շատ դերասաններ բոտոքս են անում մաշկը եւ այլն ու կորցնում է դերասանը իր միմիկաները։ Հա, իրականում ես ունեմ շատ, որտեղ միմիկաները շատ հարուստ են, ունեմ շատ գնջիրներ, սորական ժամանակ է քուրս բժշկուհի է, ինձ նամազ մի արա ճակատդ, ներվայնանում է, ուղղակի նստած ես ճակատդ մի արա, ունքերդ մի արա, դրա համար շատ առաջացել են ճակատից, բայց մի քիչ վախենալու է բոտոքս անելը, որովհետև իրոք կարող է միմիկաներդ կորցնես ու բոլոր կերպարներում միշտ սառը թվաս, ինչքան էլ փորձես խաղալ էմոցիաներ հետաքրքիր տեսարաններ, միևնույնն է նույն սառնությամբ թվաս, բայց իրական կյանքում մեր էմոցիաները շատ ավելի շատ են։ Դու քո կարիերան սկսել ես որտեղից? Ինստիտուտից։ Մի քիչ պատմի։ Հələ առաջ ինստիտուտից։ Ես եղել եմ շատ սովորական ընտանիքից, սովորականացելով նկատի ունեմ ոչ արվեստագետների ընտանիքից։ Ու բնականաբար ենթադրել եմ, որ այս հայլի ունես չեմ հիշում, հա։ Բնականաբար ենթադրել եմ, որ եթե ես արվեստագետների ընտանիքից չեմ, դժվար թե էլ շանսեր ունենամ հայտնվելու արվեստում ու որ իրանց երեխեք իրանց թորն է ոչ թե բացասական առումով այլ երեխայի մտածում եմ երևի պիտի ծնվես այդպիսի ընտանիքում դինես բայց քանի որ կարդալ շատ էի սիրում ներկայացումներ գնալ շատ էի սիրում մաթեմատիկա չէի սիրում մամաս ասաց որ եթե ես ավելի շատ կարդամ քան կարդում եմ գեղարվեստական գրքեր ինքը ինձ կտանի թատերական խմբակ ես ամացա շատ ասացի այսինքն հնարավոր է որ ես գնամ ինչ որ թատերական խմբակ ուղղվածության ասաց հա ինչի հնարավոր չի ամեն ինչ հնարավոր է մամաս են մարդկային ձև ասում ամեն ինչ հնարավոր է եւ տարավ ինձ դպրոց, որտեղ դասերի կեսը սովորական առարկաներ էին ոնց բոլոր 9-րդ դասից գնացի արվեստի դպրոց, ոնց որ մենք մի օրը սովորական դասեր էինք անցնում ոնց բոլոր դպրոցներում, մի օրը մեջ ամեն մեկս գնում էինք մի ուղղվածության, այնտեղ կար նկարչական ուղղվածություն, երաժշտական բոլոր գործիքները, թատերական, բոլոր արվեստի հետ կապված։ Ու դից մի օրը մեջ ես գնում էի իմ թատերական դասերին, իրանք ամեն մեկը դասարանից իրանց խմբակները։ Ոնց մեր դասերի երեխեքը մի անգամ գցել էին դոյ պոստի իշխան։ Հա, ճիշտ է, տեսել եմ։ Սա գրել էին էս ինչ հայտնիների դասարն է, բայց գաղտնիքը հետ էր, որ մենք տենց դպրոցում էինք սովորում, երկի։ Հավանականությունը բավականին մեծ է, որ արվեստի ճյուղերում էին հիմնականում։ Հետո դե արդեն բնականաբար ընդունվեցի ինստիտուտ, չեմ էլ քննարկել ինստիտուտ չընդունվելու հարցը մասնագիտական, որտեղ ես կարծում եմ, որ եթե մասնագիտությունը ունի բարձրագույն կրթության իր բուհը պետքա գնաս։ Դե մասնակցություններ կան չունեն, բայց եթե քոնը ունի բուհը, պետքա գնաս, որովհետև, չգիտեմ, ցանկացած դեպքում ողջունելի է կրթությունը, հա։ Քո մասնագիտականի մեջ։ Բնականաբար, եթե օրինակ ոսկերի չես, չգիտեմ, դիմահարդար ես ուզում դառնալ կամ մենք սցենարական էլ չունենք հիմա բարձրագույն, չէ՞։ Ոչ մի բան, ցակոին կրթություն։ Նես մասնագիտությունը, որը որ չունի, չգնաս, ես դες չի քննադատում եմ մարդկանց, ովքեր բարձրագույն չեն սովորում, բայց եթե ունի մասնագիտությունը, կարծում եմ հարգանք է մասնագիտության նկատմամբ իրան մաքսիմալ պրոֆեսիոնալ մոտենալը։ Իսկ օրինակ նկարահանման հրապարակում դու զգում ես տարբերություն մարդու, ով որ ավարտել է հենց բարձրագույն թատերականը կամ դերասանը ինքը հենց մասնագիտությամբ ու այն մարդուն, ով որ օրինակ չգիտեմ, բլոգեր կամ ուղղակի չգիտեմ նկարահանվում, բայց չունի կրթություն։ Իրականում, քանի որ արվեստի ճյուղերում շատ մեծ տեղ ունի տաղանդը, բնությունը, ինչ է քեզ բնությունը տվել, այստեղ արդեն պետք է նայենք նաև մարդու աշխատասիրությունը։ Օրինակ, ինձ համար դա երբ որ կողքից նայում եմ ոնց այնք վերաբերում իմ մասնագիտությանը, մի քիչ անհարգալից է, երբ որ ինքը անգամ աշխատասիրությամբ չի փորձել իմանալ ամենափոքր նյուանսները, որոնք կարելի է գոնե իմանալ այս օգտի պլաշատկա գալուց առաջ։
բայց կան շատ իմ ընկերների մեջ կան որ բարձրագույն կրթություն չեն ստացել այն պատճառներով, բայց այնքան աշխատասեր են եղել, այնքան լուրջ են վերաբերվել մասնագիտությանը, իրանց թե ինչով են զբաղվում, որ ուսումնասիրել են նման նյուանսները նկարման հրապարակ գալուց առաջ։ Ու այդ նյուանսները ոչ թե այն ինչ մարդիկ տեսնում են, արդեն վերջնական արդյունքը, որ էլի եմ ասում, կարա բնությամբ շատ լավ լինի, այլ ամենափոքր պահից սկսած, երբ ինքը մտնում է նկարման հրապարակ, ինչերի է տիրապետում, ոնց է պատկերացնում։ Հա, հենց դրա մասին եմ ամենամանր բաները շատ է զգացվում։ Կարող է, չգիտեմ, լիքը բաներ այն շոկի են դարձել, էլի որ ոնց կարելի է չիմանալ։ Դե օրինակ իրանք կարող է գան նկարման հրապարակ չկարդացած ամբողջական սցենարը։ Մենակ իրանց հատվածները կարդացած։ Հա։ Չես կարա էլի իրադարձություն խաղաս առանց իմանալ ինչա կատարվել է իրադարձությունից առաջ կամ խաղանկերոջիդ հետ խաղաս առանց իմանալու դրանից առաջ կարող է խաղանկերոջիդ հետ վեճ ունեցել ու այդ պահին պետք է մի քիչ վերաբերմունքդ ուրիշ լինի իր հանդեպ։ Okay։ Կամ հակառակ ինքը մի տեսակ դրանք տրամաբանական են որ կարան իսկ ինչ որ տեխնիկական բաներ որ ձեզ սովորեցրել են թատերական ու տարբեր շատ բաներ կան։ Հիմա ասեն չեմ կարող շատ բաներ ասեմ, բայց հա շատ բաներ կան։ Չգիտեմ։ Շատ դերասաններ հենց իմ սիրելի համաշխարհային հոլիվուդյան իրանք չունեն կրթություն, բայց հա շատ աշխատասեր են եղել։ Հա, այդ կարևոր է, չէ՞, ինչով որ զբաղվում ես, մի քիչ ուսումնասիրես։ Հա։ Բայց շատ եմ նկատել, որ հայ դերասաններ ովքեր կրթություն ունեն, իրենք միշտ ոնց որ շեշտում են, որ պետքա գնան հենց դերասանները խաղան, շատ վատ են զգում, որ օրինակ բլոգինգով կամ ուրիշ տենց լրիվ։ Չէ, ես ինձ վատ չեմ զգում, էլի եմ ասում, եթե զգում եմ, որ կողակից ես հարգում եմ մասնակցությունը, որտեվ այդ մասնակցության համար մենք տարիներ ենք տվել ֆինանս, ենք տվել մեր, չգիտեմ, որ պատկասնեք թատերական ինստիտուտում առավոտի 9-ին կարող եմ մտնել, գիշերը 1-ին տուն գնաս, մեր կուրսղեկը մեզ մեքենայով տներ էր տանում, որ ծնողները չանհանգստանան, ստալին որ մենք մինչև գիշերվա 1-ը դասի ենք եղել։ Հա։ Ու որ դու անցկացնում ես ամբողջ օրը, գիշեր ցերեկը այդ կուլիսներում նստած բան, մտածում ես մի քիչ անարդար է, էլի գնալ հետո նկարման հրապարակ ու քո հետի մարդը անգամ չի կարդացել սցենար, որտեվ իրան այնքան այդ ամեն ինչ հեշտ է տրվել է հայտնվել է, որ իրան ընդհանրապես ինքը վախել չունի ինչ որ բան խոսնելու կամ դու ո՞նց ես բայց օրինակ գնահատում հիմա ժամանակակից կինեմատոգրաֆիան Հայաստանում, սերիալները, որտեղ օրինակ նկարահանվում ես, իրանց որակը քեզ օրինակ դուր գալիս է։ Իրականում ինձ թվում է որ ես ընդհանրապես շատ կրիտիկ բաներ չեմ սիրում խոսել։ Ես կարծում եմ որ ամեն ժամանակի հարց է ու եթե մենք ուղղակի համբերատար լինենք, որովհետև պետք է հաշվի առնենք, որ կինոարտադրության մեջ ֆինանսը շատ մեծ դեր ունի, ու մեր պրոյեկտներում շատ ժամանակ այդ ֆինանսն է խեղճացնում, որ ինքը չստացվի այն վերջնական արդյունքը, ինչը մենք տեսնում ենք օրինակ դրսում, ոչ թե մեր ռեժիսորները այդքան տաղանդավոր չեն, ոչ թե օպերատորները կամ դերասանները, այլ ֆինանսը չի հերիքում անելու են, ինչ որ դրսում կարողանում են անել, հա։ Այդ պահը պետք է միշտ պատկերացնել, իհարկե կան ալիքներ, սցենարիստներ, որոնց մոտ ես երբեք չեմ աշխատի, որոնց հետ եւ մոտ, որովհետեւ նորմալ չեմ նայում այս ժամանակներում նման լեքսիկոնով, նման, չգիտեմ, դիալոգներ կան, որ նայում ես շշմում ես, էլի ուղղակի կամ ինչ որ բաներ են գրում, որոնք իրականության հետ ընդհանրապես։ Հա։ Եթե նույնիսկ կան, իրանց պետքա ուղղակի, չգիտեմ, չնորմալիզացնել TV-ով, էլի։ Ունես ինչ որ սև ցուցակներ քեզ համար։ Հա։ Այո, ալիքների, ռեժիսորների, ալիքների չէ, բայց ունեմ պրոդյուսերների սև ցուցակներ, որոնց մոտ երբեք չեմ նկարվել։ Հա։ Ահա։ Ինչն ես հաշվի առնում։ Հենց այդ, թե ինչի մասին է ինքը գրում, ոնց է գրում, ոնց է վերաբերում աղջիկ տղա հարաբերություններին, քու եղբայր հարաբերություններին։ Եթե ալիքը թերթում ես տեսնես, որ աղբերը քրոջը լխում։ Մենակ նրա համար որ ինքը տղան է ու դա չի ներկայացրած որպես ամենավատ հերոսները, որոնք պիտի ուղղվեն հետո, այլ ներկայացրած է որպես գլխավոր հերոսները ու վարքը պիտի ունելի լինի, որսով չէ, նման դիալոգներ ես երբեք մերժել ես, իսկ նման առաջարկներ եղել է որ մերժել եմ, հա։ Դե մերժել շատ է լինում։ Համ հաղորդումների, համ բանի, որտեվ չես կարա էլի, չգիտեմ, ամեն ինչին համաձայնես։ Սկսել ես թատերականից, նշեցի, մի քիչ կպատմես, ոնց ընդունվեցիր, ոնց սկսեցիր սովորել, քո համար ինքը ինչ միջավայր էր, քանի որ շատ ասեցիր երկար ժամանակ ես անցկացրել այնտեղ։ Թատերական ինստիտուտի պատճառով ես վիրահատել եմ իմ քիթը,
Քիթ վիրատացա։ Ուրեմն գնա իմ կես գորբիկ չունեի, բայց այսպես մի քիչ ավելի լայն, կուզես նկարտեմ դրես վրան։ Okay. Սես մի քիչ մսոտ էր, էլի լայն էր ավելի։ Ու գնացի մի խոսքով ես է բարձրահասակ եմ, բայց բնությունս տվեցի, լիկրաբաներ ասեցին, մեր շատ լավ վարպետներից էին հանձնաժողովում, բա։ Մի խոսքով մասնագիտական շատ լավ կարծիք ունեի, բարձր գնահատականներ ստացա եւ միակին է միջայլոց ամբողջ հանձնաժողովից ինձ ասաց շատ գեղեցիկ աղջիկ ես բարձրահասակ, մենակ որ քիթը տես չլիներ։ Ես գնացի տուն, մամային ասեցի մինչև քիթս չվիրատեմ, 17 տարեկան եմ եթե ինչ։ Մինչև քիթս չվիրատեմ, ինստիտուտ չեմ գնա։ Վայ։ Ու մամաս հիշում եք, չէ՞ որ ասում է ամեն ինչ իրան համար հնարավոր է, ասեց արի գնանք բանանենք, ստուգենք, եթե ոսկորի տաճը կանգնել է եւ թույլ կտան, դե չափահաշ։ Հանենք։ Եվ գնացինք, ստուգեցինք, կանգնել էր, արեցինք։ Այս ժամանակ շատ տարածված չէր։ Արդեն ես 28 եմ լինում, կոյ դարած է 11 տարի անցել է։ Այն ժամանակ տարածված չէր։ Հիմա ոնց ես նայում օրինակ այդ քայլի, ճիշտ է։ Ոյ շատ ողենալու բան եմ արել, որտեվ իրոք եմ ասում, եթե հիմա մեր շրջապատում գոնե մի երկու հոգի կունենանք, չէ՞, քթիվայություն անցած, ամեն մեկս։ Այն ժամանակ ես չունեի ոչ մեկով քթի, ոչ մի տիպի չէի պատկերացնում։ Ինչ հանդեմ, հա։ Ոչ մեկ չկար, ինձ կարեք նույնիսկ կարծիք հարցնի։ Շատ վախենալու էր, հա, եթե Ես ինձ չեմ ռիսկի չեմ։ Բայց այնքան բնական է եղել։ Շատ բնական է եղել ու այդ շոփ փոքր որ շատ զգացվում է որ վիրատված է եւ ավելի ուշ վիրահատ է, այդպես լիներ։ Բայց ժամանակ որ դեռ այսքան շատ չէր մանա փոքրացնելու։ Հա։ Ավելի բնական էին անում։ Իսկ հիմա կանեիր, եթե էլի այդ նույն հարցը ունեինք առաջ։ Ընդհանրապես կանեի քիթս հետո տարիներ հետո հաստատ, որտեղ նայում եմ հայացքս մի տեսակ փչացնում էր։ Ճիշտ է, նկարում արդիկ հաստատ կասեն ոչ մի բան է չեր անում, բայց երբ որ տարբեր ռակուրսներից նայում էի ինձ հայլում բան, զգում էի որ Դե սկզբում հենց դրա համար էի հարցնում, որ արդյոք քո արտաքինը եւ այլն կադրում ոնց է երևում։ Կադրի համար չէ, ինձ դուր չէր գալիս ուղակի։ Ես որ ասենց ինքս ինձ նայում էի, մտածում էի, որ հա, քիթս մի քիչ սիրուն չի։ Ինձ կան էի հետո։ Բայց շատ ուրախ եմ, որ բնական են արել այսքան։ Հա, շատ բնական ընդհանրապես։ Չի զգացվում։ Իսկ ոնց էր այնտեղ այդ ժամանակ, երբ որ սովորում էիր, ինչ միջավայր էր, աջակցող էր, թե ինչ-որ խնդիր։ Ես Գյումրու մասնաճյուղում եմ սովորել, շատ խիստ էր, շատ։ Մենք ուշանալ չենք կարող բացարձակ կուրսխեկը զանգում հարցնում էր մյուս դասախոսներից, տեղում են բոլորը, թե չէ։ Մոտ նշեր։ Ուշանալ չենք կարող բացակայել, չենք կարող, եթե շատ ստույգ բան։ Բայց այդ հասկանում եմ ինչի, որովհետև թատերական արվեստը ոնց որ խմբային արվեստ է, ու մեկի պատճառով, եթե պիտի դուժեն մնացած 5-ը, օրինակ, որտեղ բեմականացումը ու մնացածը նստած սպասում են, որ դու բարեհաճ ես։ Դա նորմալ չի արդեն, որ ասում եք ազատությունը վերջանում այնտեղ, որտեղ մյուսին է սահմանները, հա։ Դրա համար ավելի ճիշտ է այդ դիսցիպլինան, ըստ հետո մեր մոտ շատ խիստ դրված էր անձնական հարաբերություններ չունենալու հարցը, նախընտրելի չէր, որ անձնական հարաբերություններ ունենայինք, որովհետև էլի դասախոսները կարծում էին, որ դա կարող է խանգարել, որ թատերական ինստիտուտում դա կարող է ինչ-որ խանդի եւ այլն առիթ դառնալ, որ միտքը կարող է զբաղված լինել այդ հարաբերություններով ու դուժի կրթական որակը։ Այդտեղ ինչ-որ սահմանափակումներ կար։ Բայց լավ էր, չգիտեմ։ Սիրելի ուսանող ես եղել։ Հա, ես սիրելի ուսանող եղել եմ, ինչ որ մարդկանց համար, հա, ինչ որ մարդկանց համար չէ։ Մի հատ դասախոս ունեի բեմական խոսքի, մենակ առաջի կուրսում մեզ դաս տվեց, հետո իմ հետ միջադեպի պատճառով դուրս եկավ, որովհետև ոնց որ ինքնից վիրավորեց, շատ վատ վիրավորեց, ընդհանրապես նրա համար, որ ես հենվել էի պատուհանին։ Մենք երեխեքով հենվել էինք պատուհանին։ Ինքը եկավ ասեց նախ այդ դասախոսը, որ ասում եմ դասախոս, ինքը այդքան էլ դասախոս չէր, էլի։ Ինքը լավ մասնագետ էր, բայց վատ դասախոս։ Չգիտեմ ինչի, գուցե ինքը շատ խնդիրներ ուներ, տրավմաներ ուներ, բայց այդ ամեն ինչը լսարանում էր գալիս
պրոյեկտում էր։ գնում, հա, որովհետև մեր դասի ուղիղ կեսը կարող է անցնել ուղղակի մեզ մեր մասին վիրավորանքներ լսելով, առանց պատճառի։ Ինչ միջադեպ եղավ քեզ այդ։ Ինքը եկավ մենք ոնց որ հենված պատուհանին կանգնած էինք, եկավ ասեց իջեք լսարան հիմա կգա։ Մենք բոլորս իջանք լսարան, ես տեսա որ տետրս մոռացել եմ պատուհանագոքին։ Հետ եկա որ տետրս վերցնեմ, այդ պայն որ հետ եկա տետրս վերցնեմ, ես առաջին անգամ եմ պատմում։ Հետ եկա որ տետրս վերցնեմ, ինքը հենց այդ պահին հետ եկա, ու ինան թվաց որ բոլորը գնացել են բացի ինձնից։ Ինքը տեղ տեսավ իր դեմ իմ կողմից, բան էլի որ ես ձեզ չեմ լսում, բոլորը գնացել ես չէ։ Ես չհասցրի ասեմ, որ ես տետրս եմ մոռացել, ինքը սկսեց ամբողջ ինստիտուտով գոռալ իմ վրա, ինչ ասես, էլ անդասիրակ, իջի, հələ բադ բառեր, իջի լսարան, ես հիմա կգամ կասեմ, ուրեմն ես իջա լսարան, ասես ամբողջ մամնով դողում եմ, որովհետև գիտեմ, որ այս վերջն է, իր այդ շատ են կոմպլիկտներ ընթացիկ ունեցա, բայց ես զգացի, որ այդ վերջիններ լինելու կամ իմ համար, կամ իր ուրիշ տարբերակ չկար։ Ու ոնց որ ընկերուհիս կողքից անդադ բոլորը գիտեին էլի որ իր հետ կոնֆլիկտներ ընդհանրապես ինստիտուտում չեն ունենում որտեղ վտանգավոր է։ Ընկերուհիս անդադ ասում էր բանը հանգստացի, հանկարծ չպատասխանես, հանկարծ չխոսած բան։ Ինքս էս իջավ ներքև։ Այս պահը կուզեմ ասեմ ինչի եղավ այդ, որովհետև կարևոր է որ մարդիկ ընդհանրապես դասախոսի հետ տենց չեն վարվում, էլի, որ ես ինձ արդարացնեմ ինչ եմ դասախոսի հետ տենց վարվել։ Ես ոնց որ ես իմ պապային շուտ եմ կորցրել, փոքր հասակում ու միակողմանից նողազուրկ եմ մեծացել։ Դե ինստիտուտում տենց բաներ գիտեմ, որովհետև զարկ չես ստանում միակողմանից մի խոսք։ Ինքը եկավ ինձ ասեց, բա դու անդասիրակ ես, ինչ չես լսում, բան ես էլի ուզում եմ իրան բացատրեմ, որ ես ուղղակի տետրս է եկել, որ հետ վերցնեմ։ Ինքը ասեց, այ որ ծնող ունենայիր, քեզ կբացատրեր ոնց է պետ դասախոսի հետ, ես այդտեղ էլ չկարողացա ես տիրապետեմ, չհասկացա ինչ կատեմ, աչքերիս առաջ ծեվացա, աչքիս ընկա մի քանի հատ գիրքեր սեղանի վրա դրած, գիրքերը վերցրեցի ու ուղիղ դեմքախ առա դասախոսից, այո։ Եվ ինքը լացելով գնաց։ Ուղիղ դեկանատ է բնականաբար։ Տենց, ես նստեցի, ես այդտեղ էի լացում, բոլորն ինձ ասում էին, որ մի լացի, սա քեզ են հավատալու։ Ես գիտեի, որ սա ինձ են հավատալու, որտեղ իրան բոլորն են ճանաչում, էլի։ Թե դու միջավայրում գիտես, որ կա մեկով կոնկրետ ագրեսիվ արքա, պրոբլեմատիկա դրսևորում, farz է որ քեզ կհավատանու։ Իսկ հեռացրեցին իրեն մենակ մեր բանից հանեցին, մեր կուրսի բանից, բայց հետո ինքը գնաց, երկրից հետ գնաց։ Դերասանը, հա։ Դերասանուհի էր, Դերասանուհի հայտնի ճանաչում ենք։ Դե շատերն են հաստատ ճանաչում, որտեղ ինքը նշես։ Չէ, պետք չի։ Ինքը վաղուց գնացել է երկրից, հուսամ գնայի, սա փոխվել եք։ Տիկին, հուսամ վերանայել եք ձեզ, որտեղ իրոք դա դուրջ առողջական խնդիր նման վարվելաձև։ Հա, իհարկե։ Բայց վստահ եմ, որ անձնային խնդիր էր, ինքը կոնկրետ իմ հետ խնդիր ուներ։ Խիմ։ Չգիտեմ։ Ինքը իմ հետ կապված խնդիր ուներ, ինքը ինձ չէր տանում, չէր կարող տանել։ Ասենք այս էլ ոչ մեկ չգիտի, դասախոսներս էլ չգիտեն, հիմա կիմանան։ Քննություն էինք տալիս, բոլորը ինչ գալիս էի փաթաթվում էին շնորհավորում էին քննությունից, հետո ինքը էլի ես բոլորի մոտ օրոքսիան այնպեսի տեսք ունի գեղեցիկ, բան։ Գալիս ինձ փաթաթվում ականջիցս ուրիշ բան էր ասում։ Դե չգիտեմ, օրինակ ասում էր բանը, դե դու ես չես մարսի, դե ինչ բաներ էր ասում։ Հա, ես ոչ մեկի ուսամ չճորտվեց։ Ուսամ չճորտվեց։ Ու ես ոչ մեկի չէի ասում, որ ինձ տենց բաներ ասում։ Դե դմբու էի, հələ ինչքան էլ արել եմ, մոլոդեց։ Հիմա ավելի շատ բան կանեի։ Հիմա մինչև նախարարություն կհասցնեի իրան։ Լուրջ, ես իրան նախարարություն կհասցնեի ու հրապարակային խայտարակ կանեի։ Այսի վիճայլոց անգամ իր դասը ձայնագրել էի, դե մենք ունենք ձայնագրելու իրավունք ինստիտուտում, որտեղ հետո կարող ես լեկցիաները լսես արտագրես։ Okay։ Ուսանողը ունի ձայնագրելու իրավունք։ Ճիշտ է, ինքը դաս չէր անում, որ լսեինք արտագրենք, բայց ես այնքան խայտարակ ձայնագրություններ ունեի իրանից, որ եթե ինչ-որ ձև դա դուրս գար, ես չգիտեմ ինքը ինչ կարգի խնդիրներ կունենար եւ շնորհակալություն ինձ, որ ես բարի եմ գտնվել եւ այդ ոչ մի ձայնագրություն չեմ հրապարակել։ Այն ոնց է արտահայտվել իր վերաբերմունքը քո հանդեպ։ Շատ վատ, գիտեք ոնց, օրինակ նստած էի, ինչ-որ բան էր դասեր անում, ես ես նստած էի ոտքս տանում բերում էի, դե դա սովորություն է, չէ՞ սովորական։ Որ ես գոռում եմ, քեզ հետաքրքիր չի իմ դասը, ջեստը ներկայացնում, ջեստով ուզում ես ասես, որ քեզ հետաքրքիր չի իմ դասը, դե հել գնան, էլի եմ ասում վատ բառով։ Հա։ Ես էլ գնում էի։ Օ, ինչ վատ բառ, շատ վատ բառ։ Դե հա, տենց ոտ։
Հա։ Նայեմ ուզում եմ քեզ նվիրել մեր կվալիտայի պրոդուկտներից, հուսով եմ կհավանես, այստեղ կան բազային խնամքի համար միջոցները, մեր էջին Instagram-յան կվալիտայի կգրես եւ ամեն ինչ մանրամասն քեզ կներկայացնեն, հուսով եմ կհավանես։ Եղավ։ Օ, դիպլա բաներ կան։ Իսկ եղել է ինչ-որ բան, որ գնաս տուն ու ասես վերջ, ես էլ չեմ ուզում շարունակեմ։ Ուզում թողնեմ։ Ինչ որ պահի իմ համար այնտեղ միջավայրը շատ տոքսիկ սկսեց դառնալ, թունավոր։ Իհարկե ես էլ եմ ասում, երեխեքի հետ շատ հարաբերություններ ունեի, թատրոնի ջահելների հետ շատ հարաբերություններ ունեի, կուրսխեկիս հետ, կուրսխեկիս հիմա էլ շատ սիրում եմ։ Հատկապես որպես մասնագետ, շատ լավ մասնագետ է ինքը։ Ու շատ բան ա տվել էլի ինձ մասնագիտական շատ ամենափոքր միասնային է որ տիրապետում եմ, այդ իր շնորհիվ է, բայց ինչ որ պահի ինձ համար թունավոր դարձավ այդ միջավայրը, նրանով որ էլի հայտնվեցին մարդիկ ովքեր ինչ չէի սիրում ու էլի եմ ասում առանց պատճառի։ Այն մարդիկ ովքեր իմ նման են եղել ու առանց պատճառի դասախոսների հետ միշտ խնդիրներ ունեցել, իրանք հիմա ինձ կհասկանան որ դա հնարավոր բան է, որտեվ հստակ կան տեսակներ աղջիկների հատկապես ում ամբողջ կյանք այտենց մարդիկ հանդիպում են վստահ եմ որ շատ կան իմ նման գրեք կոմենտ շատ այն մրցակցությունից են օրինակ չեն ուզում իրանք զգում են որ դու պոտենցիալ ունես շատ ավելին դառնալու իրաց դա վախեցնում է ես օրինակ ուղղակի մասովկա էի խաղում բայց միևնույնն է խանգարում էի գլխավոր դերակատարներին չոր բաներ էի իմանում որ անում են ասում են հետևից թատրոնում հա իսկ ինչ որ ձև անդրադարձել է քո անձնականի վրա այն որ նշեցիր թատրոնում անձնական կյանքը արգելված էր ոնց էր դրսևորվում այսինքն այդ արգելված լինելը թատրոնում այլ ինստիտուտում կպատմես այո այն մեկը կսեի ավելի լավ էր ինքլուսը ես ուրեմն ամուսնուս հետ մենք փոքրուց ենք իրար ծանոթ 11 տարեկանից ու ոնց որ ինքս տեսել ես իր հարվել այդ դեմպուճուր երախական հետո դեսա ընթացել ենք որպես ընկերներ ենք մտերմացել հետո արդեն երբ որ ավելի մեծ էի ինչ որ ձևով մենք զգում ենք որ արդեն հարաբերություններ կա երկուսս սիրում ենք իրար եւ այլն բայց որ պիտի ընդունվեի թատերական ինստիտուտ այդ դարձավ խնդրահարույց որ այնտեղ ոնց որ մասնական հարաբերությունները չի ողջունվում եւ այլն ու դարձավ դա կոնֆլիկտների առիթ թե ինչի պետքա փակների մեր հարաբերությունները դու մեծ մարդ ես եւ այլն ու մենք բաժանվեցինք եւ 3 տարի ընդհանրապես իրար հետ կապ չենք ունեցել անգամ պատահական իրար տեսնելու ձևով չենք ունեցել կապ ընդհանրապես իրարից տեղյակ չենք եղել բացի նրանից որ իմ ընկերուհին շատ մտերիմ իր հետ նույն բուհում էր սովորում ինձ մեկ-մեկ գալիս պատմում էր ասում էր սիրունացել ապա ես են արվայնանում ասում էի չես գալիս ինձ պատմում Դե տղաները ինչ որ բայի շատ միանգամից է, չէ՞, փոխում։ Իրա մոտ այդ ժամանակներ եղել, ինչ որ բայից միանգամից խոյովացել էր փոխաներով։ Ինքերից գալիս պատմում, ներվանանում էի, ասում էի, չես հիմա ինձ պատմում դու։ Ոչ էի մտածում, որ հնարավոր է 3 տարի բաժանումից հետո հարաբերությունները վերականգնեն։ Հա։ Ոնց վերականգնեցիք։ Դժվարությամբ շատ, էլի մի քանի անգամ առաջին քայլով արեց։ Առաջինը ես եմ արել, ես եմ զանգել, 3 տարի անց ես զանգեցի առաջին անգամ։ Ու ոնց որ փոշմանեցի հետո, ասեցի ինչ եմ տենց շոր էմոցիաների տակ զանգել էի, հետո փոշմանել էի, ու չէի ասել որ ես եմ։ Գերուս համարով էի զանգել։ Գերուս համարով զանգել էի, ընկերուց վերցրեց, խապեց ասեց երեխան ա զանգել, ասենք երեխան ոնց կարա հստակ ամարի զանգել։ Ինքը հետ զանգեց իմ համարին, ասաց դու ես երեխան Տենց խոսեցինք մի քիչ ինքը ասաց որ քավոր զանգել ես ուրեմն ինչ որ բան կա որ կիսատեմնաց է պիտի խոսենք ես ասացի չէ ոչ բան չկա ինչ որ էմոցիա զանգեցին եմ համարը փոխել էմոցիաների տակ դուրս եկել է ճիշտ ասած համարը ես դե դեռքում հենց հետո ինքը ասաց որ չէ ու հասուն վարվեց ասաց որ եթե զանգել ես ուրեմն կիսատ բան կա խոսելու ասաց Արի հանդիպենք խոսենք։ Հանդիպեցինք միջալուց այդ հանդիպման օրը մեզ ոստիկանները բռնեցին։ Լուրջ եմ ասում։ Սա շատ էպիկ պատմություն։ 3 տարի անց մենք հանդիպել ենք եւ ոչ մեկ դե առաջ գիտեին ընտանիքում իր Կարուշին, բան, մամաս, քրիկս իրատանիցները մեզ գիտեին, ինձ գիտեին։ Բայց բոլորը գիտեին որ մենք շատ երկար ժամանակ իրար հետ կապ չունենք։ Խոսքով հանդիպել ենք որ խոսենք։ Մեքենան այնպես ոնց որ ճանապարհից դուրս մեքենա կանգնած է, զրուցում ենք ուղակի։ Ոստիկանները կա ինչ որ ռեյդ էր ու մենք հանդիպել էինք ոնց որ ասացի որ թատերական շիտում շատ երկար էր տևում դասերը դասից հետո արդեն բավական ուշ ժամ էր 9 օր էր 8-9 օր
Եկան կանգնեցին, ասեցին, որ կարժի իջավ մի անգամից, որ հասկանա ինչ խնդիր կա, իրան ասել են, որ ռեյդ աստուգում ենք, բան, բասեն իրան կասկածել են, որ կողից փախցնում են կամ ինչ-որ բան, որովհետև ինչի են կանգնել քարքի վրա, փողոցից դուրս։ Ու կարժին են իրենց բացատրում, որ մենք ուղղակի ընկերներ ենք, խոսում ենք, էլի ոչ մի բան չկա։ Իրանք եկան իմ դուռը բացեցին, ասեցին, բա ինչ եք անում։ Ես էլ թե փոքր եմ երևում, միշտ տարիքից փոքր եմ երևացել, այն ժամանակ եւ вообще անչափահաս է երևում։ Ասեց, ի՞նչ եք անում ստեղ Արմենի հետ։ Ասեցի, Արմենն ո՞վ է։ Սումեն անգամ ստուգեն ես գիտեմ կողքին սովա թե չէ, այդպես։ Ասեցի, կարոշը իմ ընկերն է, հա, խոսում ենք ուղղակի, ասի իմ ընկերն է, խոսում ենք։ 3 տարիից Փարիզում են։ Դեռ չգիտեմ։ Ասեցի իմ ընկերն է, ինքը լսեց դրսից, որ ես ասեցի իմ ընկերն է, ասեց դե լավ, բա։ Հետո դուրը փակել, ասեց ես պիտի տանեք բաժի։ Հասկանալու համար դուք ով եք իրար համար, բան չկա, չգիտեմ, ոչ եք ուզում փասա թե չափասա։ Ու հենց այդ պահին Կարուշ ասում է իմ աչքերի առաջ տեսարան էր, որ մեզ տարել են բաժին, զանգում են քո մամային, ասում են որ ես Կարուշի հետ բերել են բաժին։ Ինչ կապ ունենք 3 տարի անց մենք իրար հետ շատ էպիկ այս պատմությունը։ Վերջում համոզել էր, տենց մարդկանց էր զանգի այդ բան ասել էր, որ ապացուցել էր, որ մենք իր այդ կապ ունենք, ես չափահաս եմ, մեզ թողել էին։ Գնացինք ու ինքը հետ եկավ նստեց մեքենան, դες մի երկու րոպե լռություն էր այդ լարվածությունից բան, ստվեցին ասեց ընկերդ։ Բայց այնց հետո մենք նենցա չբարիշեցինք, շատ երկար ժամանակ էլի կապ չունեինք իրար հետ, էլի մոտ մի տարվա չափով ես ավարտեցի։ Այսինքն անընդհատ միանում, բաժանվում, հա։ Չենք էլ միանում, ուղղակի հանդիպում ենք, որ խոսենք, հասկանանք ինչ բան փոխվել է, թե չէ։ Եթե ասում եի, չէ, ոչ ման չի փոխվել քո մոտ, մենք էլ իրար չենք հասկանում։ Ինչ խնդիրներ էին, որ մտածում էիր պետքա փոխվեին։ Ճիշտ ասած հիմա որ ասեմ, լավ չեմ էլ հիշում էլ ինչ խնդիրներ էին առանձնակի։ Քանի տարեկան էիք։ Մեծ էինք արդեն։ Հա։ Ես ավարտել էի 21, 22, 23 մենք նույն տարիքի ենք։ Միշտ նույն տարիքի։ Հա, հա, հա։ 21, 22 այդ ժամանակներն էր։ Հա։ Բայց ինչ դեր անհատ էլի հետ վերում իր մոտ ցես կապում։ Սիրելը։ Շատ է սիր։ Հա, շոտ։ Բա ես կսիրում եմ ամուսինս։ Ամուսինը երեխայից հայրն է։ Չէ, դրա համար չեմ սիրում ամուսինս, ան դրա համար եմ սիրում։ Հետո նոր երեխայից հայրն է։ Ու այդ շրջանում թատերականում չէին թողում հանրայնացնել անձնականը, իսկ ամուսնուդ համար այդ ժամանակ ընկերոջդ համար ինչ որ խնդիր էր։ Էլ չկար, թե ես ավարտել էի թատերականը։ Հա։ Ես 4 կուրսը ավարտել եմ, մենք նոր իրար հետ սոփի ունեցել ենք։ Հա։ Իսկ ինչի չէին թողում թատերականում անձնականը հանրայնացնել։ Հանրայնացնել չէ, չունենալ։ Հա, չունենալ։ Թե չգիտեմ, ասում եմ որ խանգարի։ Դե պատկերացրեք ամբողջ օր դասի ենք առավոտից գիշերը 1000-ը։ Բայց դու անձնականն այն։ Ճիշտ եմ ասում։ Իրոք շատ ծանրաբեռնված էինք այն ժամանակ, մենք նկարահանվել ենք։ Դու հասցնում ես։ Սպասեցիր, ավարտեցիր, ինքն է սպասեց։ Ու էլի միացար։ Հա։ Մենք սպասելու բան չուներ, ինքը հələ 4-րդ կուրսում էր սովորում։ Հա։ Մենք ոնց է մի տարի, մի քանի ամիս է մեր տարբերությունը, բայց տարին փոխվում է։ Հա։ Ես ոնց է մի տարի ավելի մեծ եմ ըստ թվի։ Հա։ Մի տարի շուտ եմ դպրոցում եղել, մի տարի ինստիտուտում եմ շուտ եղել, բայց իրականում մի 3 ամիս է տարբերությունը։ Հա, ամիսներով էլ եւ այդի տարին փոխվում ենք, ծնվել են տարվա սկզբին։ Հա, հա։ Ու դրանից հետո ոնց որ մենք հակառակ դարձանք, ընդհանրապես կոնֆլիկտներ էլ ենք ունենում, ոնց որ շատ իրար հասկանայինք էլի տպավորություններ, որ մի հատ բուրըն ապրեցինք այդ ամբողջ էմոցիաները, ու հետո արդեն ավելի լավ եղավ մեր համար։ Էլ չկար մի բան, որը որ իրար համար անհասկանալի էր։ Հետո որոշեցինք, որ անդադ կքննարկենք ամեն փոքր բան էլ միասին, այդպես։ Իսկ որ երկար ժամանակ 3 տարի իրար հետ չէիք շփվել, որ միացակ, ինչ զգացողություններ փոխված էր, այլ մարդ էր, հա, շատ էր փոխված, դե շատ մեծացած էր, հա, շատ հասունացած, գեղեցկացած դե, գոյոված։ Այն ժամանակ որ շփվում էինք, ես բարձրահասակ էի, դե տենց ասի տղաներինը մի քիչ բեր բանով հասունացում գնում աղջիկների համար, հետո որ բարեշացինք, արդեն ինքներինս բարձրահասակ։ Ընտրելա, տեսեք ինչ ճիշտ տեխնիկա է, ընտրելա, սպասելա, մեծանա, սիրունանա, բոյովանա, նոր ամուսնացնա։ Այո, բոլորը կասկածում էին, քուրիկս մամաս ասում էին մեզ թվում է Կարուշը հայտնվել է նորից։ Հա։ Այդպես չի ասում, ինչեւ շատ զգայի, որ ամեն ինչ նորմալ է, որ չստացվել անընդհատ ինչ որ Կարուշը կողմ հայտնվում է։ Հա։ Եվ ասեցի
ծանոթացրի քրոջս հետ, մամայիս հետ։ Այդպես։ Դա հարաբերություններն են։ Ամուսինը հարային չի, չէ՞, ընդհանրապես։ Հաշվապահ։ Հաշվապահը, հա։ Կարող եք դիմել հաշվապահական ծառայությունների համար։ Ինչ զգացողություն է իր համար հարային կողակից ունենալ։ Սկզբում դե իհարկե մի քիչ ավելի բարդ, որը ինչը նորմալ է, ավելի դժվար է տանելը։ Հա։ Եվ հանրային լինելը, եւ այդ որ շատ ընկերներից մեջ տղաներ շատ կան, իսկ մեր ոլորտում դա ամենասովորական բանն է, էլի որ կարող է լինել ընդհանրապես։ Տարբեր սերեր ընկերներ ունենալը, մենք չենք էլ հասկանում, որ կան մարդիկ, ովքեր չունեն, էլի, այդքան տղա ընկերներ։ Հա, մենք չենք ուշ ենք բարձում, որ կան մարդիկ, ովքեր երեք չունեն, մի հատ է քննարկում են տղաչիկ ընկերություն կա թե չէ։ Թատերական երեխեք փաստեն շատ սովորական բան է, էլի, սերով մենք ոչ մի անգամ չենք մտածել, որ չնայած ես մի երբեք չեմ մտածել, էլի, միշտ իմ ամենամոտ տղա ընկերը միշտ տղա եղել։ Ամենամոտ ընկերը։ Ու երբ որ Կարուշի հետ էլ այդպես կռվում բարիշում բան հետ փուլում էինք, իմ ամենամոտ տղա ընկերը Գևը, այլի բլոգերը Գևը Կարապետյան, ինձ դեմեր չէր ուզում Կարուշի հետ շփվեինք։ Ասում էր, որ ինքը քո համար կարծրատիպային տիպաժ է, իսկ դու ավելի, չգիտեմ, ունենց աղջիկ ես, որ քեզ ավելի ստեղծագործող, ինչ-որ մարդապետ, որ այդքան կարծրատիպեր չունի, ուրիշ տեսակի մարդերին կողքին պատկերացնում։ Ասում էր, դու ի՞նչ ես այդտեղն անդադ բանանում, բզում, գրում, զանգում, եկա դուք իրար չեք լինելու, այնքան վստահ էր ասում։ Չէր սիրում։ Հետո մի այն Կարուշինա չէր սիրում, որտեվ իմ հետ շատ մտերմիկն է, Կարուշին չէր սիրում, որտեվ մտածում էր, որ մենք իրար համապատասխան չենք։ Մի անգամ բեզարացականում իրար տեսել էին, ինչ որ Կարուշ ընկերների հետ ինչու մեքենայի համար կանգնել են խնդիր ունեցել բան ինքը անգամ չէր մոտեցել թե ինչ եկեն պատմում որ ես չմոտեցա թե մոտեցա ինչ որ բան ասեցի ինչ որ տենց խնդիր ունեցել գալիս պատմում էր ինձ որ ու շատ բացասական էր էլի իր ռեակցիան այդպես հետո որ արդեն ծանոթացան շփվեցի բան հիմա մեր ծիծաղում ենք էլի միշտ որ հիշում ենք իրար չեն սիրելի այդ կապ չեն ունեցել ու որ արդեն ծանոթացանք Կարուշ տեսավ ես ոնց եմ տղանկերների շփվում իրանք ոնց են մեջ շփվում դերի Արդեն ներսից երբ որ տեսնում եք ամեն ինչ ուրիշ է, չէ՞։ Զգաց որ այդ անգամ իր համար ապահովության ինչ որ զգացում է, որ իմ կողքին կան այդքան վստահելի մարդիկ, հանգիստ լինի։ Իսկ զուգընկերներին Հայաստանում շատ տարածված է, որ հատկապես սերիալային կերպարների հետ շատ են կապվում ու եթե սերիալում աղջիկը ունի գողակից, պատկերացնում որ իրական կյանքում էլ է տենց, անընդհատ դրաշուրջ եւ այլն նման ինչ որ կոնֆլիկտներ Նման խնդիր մենք ունեցանք հատուկ դասարանի ժամանակ, մենք ոնց էր երկու խաղընկեր ունեի այնտեղ։ Մի խաղընկերով ինձ էր սիրահարված, եւ հետո գալիս է մեկը ու փոխադարձ է դառնում այդ սիրահարվածությունը։ Մեկը Արսենն էր Ներսիսյան, իր հետ կապված այդքան խնդիրներ չեղավ, դե ու Արսենի տարբերությունը տարիքային էլ շատ էր, 7 տարի ես իրենց մեծ եմ ու դա արտակնապես էլ շատ երևում մի տեսակ։ Իսկ դրա համար մարդիկ շատ չէին կապում մեզ իրար հետ։ Հետո երբ որ Համոն եկավ Դովլաթյան համ սցենարական գիծը շատ բան ստացվեց, որ մարդիկ շատ սկսեցին հավատալ, էլի։ Համ հետո մենք իրար հետ շատ վիդեոներ էինք նկարում, ընդհանրապես այդպես է պրոյեկտներում, էլի, եթե դուք խաղընկերներ եք, ինչ որ հետ կապ ունեցող առնչվող կերպարներ եք, ընկերուներ եք, բան, նախընտրելի է, որ իրար հետ դրսում էլ շատ երևակ, որ մարդկանց մոտ այդ տպավորությունը, որ դուք իրոք ընկերուներ եք կամ իրոք խաղընկերներ եք, լինի, որ իրանք այսինքն երբեմն նաև մտածված եք տենց հա շատ մտածված չեմ պատկերացնում Այդ ժամանակ ես նաև ջնջեցի իմ ընկերոջս նկարները Կարուշի համացանցից որ ասոցիացիան միայն իմ կերպարի լիներ խաղընկերոջ հետ հարցեր այդպես լինում է շատ դրա համար շատ դերասաններ չեն հանրայնացնում տարիներովյանց հարաբերությունները որ միշտ այդ բահը խաղընկերոջ որ ասում են չի դեմքը ցույց չես տալիս կողակցի իրականում դրա տակ կա էլի այդ մարքեթինգային քայլը որ Իրան երբ որ կերպարը ամնավոր ու խաղընկեր ունի, այդ խաղընկերոջ հետ մարդը մտովի։ Իսկ երբ որ ջնջել է իր նկարները ամուսնուդ հետ, ինչ որ խոսակցություններ էր պատտվում եւ մեր քաղաքում Գյումրիում էր շատ խոսակցություններ պատտվում, ամուսինս ասում էր որ իրանց աշխատավայրում էլ ակնարկվում, որ մենք բաժանվել ենք։ Իր անգամ իրանց բարեկամներից են քննարկել զանգել հարցրել արդյոք դա այդպես է թե չէ։ Իմ ծանոթներից են զանգում հարցնում, բաժանվել եք թե չէ։ Չգիտեմ, այդ ժամանակ շատ խոսակցություններ եղան, շատ։ Իսկ կապում էին քեզ այդ ժամանակվա քո խաղընկերոջ հետ։ Հենց այդ էր, էլի, կապում էին ու մտածում էին, որ իր պատճառով ենք մենք բաժանվել։ Խաղընկերոջ հետ պատճառով բաժանվել։ Կոմենտներ էին գրում տենց, հա։ Բայց մենք ծիծաղում էինք, որտեղ եւ Համոյի հետ շատ լավ ընկերներ ենք, էլի, հիմա Համոյի
զուգընկերուհու հետ էլ։ Իրական կյանքի։ Հա։ Այդպես խնդիրներ լինում են, ընդհանրապես մարդիկ սիրում են շատ ընկերներին կապ, ընդհանրապես սիրում են կերպարին քո հետ նույնականացնել, որ եթե իսկ քո կերպարը հատուկ դասարանում մի քիչ բարդ չէ, ասեցիր։ Ինքը բարդ դեռահաս էր, ուղղակի։ Ինձ թվում է ամենատիպիկ կերպարն է դեռահասի, իմ կերպարը, դեռահասի ամենատիպիկ կերպարն էր։ Ես իրան արդարացնում էի, նու Թատերական ինստիտուտում այդպիսի բան կա, որ դու քո կերպարին պետք է արդարացնես, անգամ եթե հուդա ես խաղում, դու պետք է իրան արդարացնես։ Քո մտքում։ Գիտենաս ինչ է։ Ինչ է տենց անում։ Եվ ես իրան արդարացնում էի նրանով, որ բոլոր դեռահասներ, մենք բոլորս եղել ենք այդքան բարդ։ Ես շատ կերպարներ կային շատ բարի, մուսինկի, որոնք դե բնականաբար ավելի սիրված էին։ Բայց ես կարծում եմ, որ դեռահասը ավելի շատ բարդ է լինում, քան ինչ որ ճանապարհ պիտի անցնի, որ դառնա այդ հասկացողը, լսողը, ջա, միանգամից չի լինում, որ ինքը այդքան հասկացողը, լսող է։ Այդպես, հետո մեր կերպարները այնպեսին էին, որ գլխավոր կերպարներին ովքեր գալիս են բարի դրական կերպարներին մենք չէինք սիրում եւ բնականաբար մարդիկ էլ մեզ չէին սիրում որտեղ մենք իրանց իրաց կերպարներին չէինք սիրում բայց հաշվի չէին առնում որ իրենք գիտեն որ այդ մարդիկ դրական կերպարներ են իսկ մեր կերպարները չգիտեին այնց համար անծանոթ մարդիկ էին իսկ եղել է որ քո կերպարի համար քեզ վատ մեկնաբանություններ գրեն հեյթ անեն շատ ես մի անգամ Գյումրիում մտա գրենական պետիկների խանութ ոնց որ երկու աղջիկ ինչ որ գիրք էին ա ես նրանց հետևից ուզում էի ձգվեի նայ վերևում ինչա դրված Մեկը պատտվեց, զգաց, որ մեջքին մարդ կա, պատտվեց, ինձ տեսավ հետ պատտվեց, դուս ընկերուհուն հրեց, թե պատտվի նայով է, դե մեր համար նորմալ էր, հետենց բաները, ես այդ բան չլա, ոչ մի արտարոց բան չզգացի, չլարվեցի, բայց կողքինը, որ պատտվեց, տեսավ ես եմ, առանց թաքցնելու անգամ էմոցիաս, քեզ է, ու ես դուրս եկա լացեցի, շատ ազդվեցի այդ ռակցիայից, շատ անսպասելի էր որ կողքից իմանայի տենց են ասում են եւ այդքան չազդվեի, բայց որ շատ անսպասելի եղավ այդ պահին։ Համար անդամ ապրում ես ինչ-որ Չմեկա հեյթ հանում։ Հիմա քիչ է հեյթ լինում ավելի շատ իմ ամեն շուշ, բայց մենակ լինում է որ գնում եմ ֆուդ կորտից ինչ-որ բան վերցնելու, զգում եմ որ հենց այդ ֆուդ կորտի աղջիկով ինձ սպասարկում է, կոնկրետ իմ նկատմամբ հակակրանք ունի։ Չգիտեմ ինչի, ես այս ժպիտով, միշտ շատ ժպիտով եմ բան ու հիմնականում 90%-ում ինձ այդպես է պատասխանում։ Իրականում էլ լավ է բան, միշտ այդպես ժպիտով էլ պատասխանում են արձագանքը լինում է, բայց լինում է որ չգիտեմ, օրինակ այն օրը ֆուդ կորտում այդ աղջիկը անընդհատ չորում էր ինչ հարց տալիս է ու դեմքսը չէր նայում, էլ արհամարական իբր ես չունեմ քեզ պատասխանել։ Այս բաներ լինում է։ Իհարկե տխրեցնող է շատ, բայց լինում է, չենք կարող։ Չես կարևորը արդեն ըմբռնումով ես մոտենում, քեզ այդ չի ցավեցնում։ Չէ, հիմա չի ցավեցնում։ Հիմա անգամ ծիծաղալի եմ մի քիչ։ Նոր հա դուրս եմ գալիս ծիծաղում եմ, կամ քրոջս եմ պատվում։ Բանան ու քուրս միշտ վերլուծություններ է անում։ Նա երևի հոգեբանական հոգեբանական սուրիկները միշտ մեծ քուրս է պատկերացրեք։ Ու մեծ քուրս իմ ինքնագնահատականը միշտ պահում է պատասխանի վրա։ Տրճունների երկն եմ հորինել, տիկի Սրճանք սրճանք բանի նման են Գրետայի, ես ինձ լավ եմ նա մենք այսօր լավ այդօր կտրտելու ենք մրգերը Գրետա տոտա է, թե նայում եք եկեք հյուր շատ հավասկում կա ինքը բայց անում է վիդեոներ կա հա չեմ տեսել Չէ, ես եկել եմ։ Իսկ դե չկա վաղուց։ Պասիվացել է։ Պասիվ է։ Հա, որտեղ վաղուց չի հանդիպել։ Մի քիչ Մայրիցյան հետ կապված է, շատ սիրում։ Շատ իդեալական ես ներկայացնում, շատ տենց է որ կա, թե ամեն դեպքում այդ սոցիալական ցանցերի ֆիլտրացիան կոմոդ եւս աշխատում է։ Տենց է որ կա, բայց ֆիլտրացիան աշխատում է ոչ թե ինչ-որ բան կեղծելու համար, այլ իշա իմ աղջկա։ Ես նորմալ չեմ նայում մարդկանց, ովքեր իրենց երեխաներին հիստերիայի պահին, լացի, գոռոցի ու նման իրավիճակներով գցում են ոչ թե նորմալ չեմ նայում, որ դա նորմալ չի։ Այլ բան է, երբ որ դուք իհարկե ընդհանուր առմամբ ասում եմ, որ սխալ է երեխային հայացնելը, որտեղ ինքը ուրիշ մարդ է, եւ այդ վախերը ես էլ եմ շատ ունեցել ցելուց, արդյոք ինքը ոնց կարձագանքի, եւ միջալոց հենց մի քիչ էլ մեծանա եւ ինքը կարողանա ռեալ իր կարծիքը ասել, ես անպայման կհարցնեմ քեզ նորմալ է, որ ես քեզ նկարում եմ, քեզ դուր է գալիս այս ամեն ինչը, թե ոչ։
Եթե ասի, որ չէ, դուրս չի գալիս, օրինակ կամ խաղամ, դու ես բռնում բերում նկարում ես, ես չեմ նկարի։ Իսկ հիմա որ չունի այդ դանի եւ իրավունք։ Հա, բայց շատ ասիմ կամերա, հասկանում որ ես իրան երբեք բան չեմ անում, զորով չեմ նկարում, եթե չի ուզում։ Հա։ Հետո այդ բոլորի ինչու՞ կյանքում չի լինում, որ երեխան լացում է, գոռում, կապրիզանում, բայց մենք կուզեինք, որ մեզ դες նկարենք ցին։ Հա։ Մենք անձամբ կուզեինք այդ պահին լինել համացածում։ Չէ։ Աստված չէ, դրամա երեխան էլ չի ուզի։ Ոչ թե ես կեղծում եմ, այլ իր շահերից ելնելով այդ իրավիճակները ես չեմ նկարի։ Ինչի՞ համար երախո հիստերիան գցեմ։ Հա։ Կամ լացը։ Մնացածի հետ կապված ես ոչ մի բան չեմ ֆեյքում։ Ընդհանուր առմամբ ես ֆեյքել չեմ կարողանում, որովհետև եթե անգամ փոքրիկ իրադարձություն ա եղել, որ ես տխուր եմ, օրինակ իմ ամուսնու հետ կապված փոքրիկ վեճ ա եղել, ես չեմ կարողանում անգամ մեր նկարը փոստեմ։ Բայց դու դերասանուհի ես։ Չեմ ուզում ես մենը ինչ կապ ունի։ Կյանքում դերասանուհի հմտությունները շատ են որ կարաս ոնց որ դա։ Այդ բանը ոնց որ հավես չունենա, մտածեմ, բայց որ առույգ եմ նույն բան ուզում եմ գցեմ գրեմ, ես քեզ սիրում եմ։ Դրա համար ես երևի ոչ մի չեմ հեյթում, այն օրը ֆեյքում չեմ հեյթում ասում, այն օրը Ռաֆենց մոտ հյուրեի, Ռաֆի ու Նինայի, իրանք հարցնում էին, թապես հումորային բլոգերների մոտ մենք միշտ սուտ ենք, այս թայլը բան, ինձ համար միշտ կերծը, չգիտեմ չի ատել, իրանք խոստովանում են, որ դա տենց է, ինձ ատել հարցում են լինում, որ շատ հոգնած լինես, արևը տենց գժվացրած լինի, բան, բայց դու նկարես սկսես գրես մայրության քնքշությունը, ասում չէ, որ հոգնած եմ խի նկարեմ գցեմ գրեմ մայրության քնքշությունը, հոգնած եմ, հավես ունեմ նկարեմ գցեմ, չէ, չեմ կարողանում Ինձ հիմա ինչ որ չափով կա ամեն դեպքում իմիջ, որ ստեղծում ես, հա, ինչ որ չափով իմիջ, ինչ որ չափով չէ, կա իմիջ, որ դու ստեղծում ես ու ոնց որ գիտես, որ այս քո սահմաններն ա, ոչ թե fake է, այլ հա, չէ, սոցիալական ցանցերում վստահ դու ոնց որ քո կերպարը ունես ու ինքը կյանքից տարբերվում է, որովհետև չես կարա 100%-ով ստաս ամեն ինչ։ Ես շատ կուզեի 100%-ով ցույց տալ։ Իմ ընկերուհին Մատնահարդարը միշտ պատմում է, որ իր մոտ գնացած հաճախորդներ, ովքեր գիտեմ, որ իմ ընկերուհին միշտ հարցնում է՝ «Իրոք ինքը լավ հարաբերություններ ունի ամուսնությունների հետ, որտեղ թափես չի նկարում բան»։ Շատ լավ հարաբերություններ ունեմ։ Ուղղակի իրանք կամերայի մարդիկ չեն, էլի։ Բայց ես շատ իրոք էլի եմ ասում, եւ իմ տանեցին, եւ իրանք տանեցին շատ ուզեի ավելի շատ ցույց տալ։ Ավելի շատ մեր տունը կենցաղա ցույց տալ, ցույց եմ տալիս, Դե իրոք օնու fake-ը շատ կա սոցիալական ցանցերում, հատկապես մեր բլոգերների մեջ այնքան տարածված այդ իդեալականը ու որ եթե դու էլ ոնց որ գիտես ճանաչում ես եւ այլն այդ մարդկանց ոնց որ շատ լավ հասկանում ես որ այդ այն կերպարը չի հանրային որ իրանք քանի որ ես ոլորտից եմ ես չեմ կարող այդքան լավ բանանեմ հասկանամ կողքից ոնց է Օրինակ իմ մտածում եմ, որ նայելուց ոչ կհասկանես երևի որ ինչ-որ բանը սարքել է, բայց ուղղակի մեջն եմ, չգիտեմ, կողը չի հասկացվում։ Անկեղծ չգիտեմ, միջի մարդ եմ, այդքան լավ չեմ պատկերացնում, բայց միշտ մտածում եմ, որ երևի կողքից երևում է, ինչն է fake, ինչը չէ։ Չնայած որ ինձ գրում են, որ ինչ շատ են հեյթում այդ թեմայով, որ ես մայրություն եմ խաղում, իդեալական մայրություն եմ խաղում։ Այդ աղջիկ ընկերուս գրել էր բարթույթ ունի իդեալական մայր խաղալու, որ գրում են, ենթադրում են, որ չեմ պատկերացնում։ Բայց չգիտեմ, օքեյ, հետո որ ճանաչում են, դա լավես, որ ճանաչում են, ասում են, վայ, բանը, կամ որ մեր հետ ինչ-որ տեղ են գալիս, երկար շփվում են, բան, տեսնում են, որ արևի իրոք հանգիստ, խաղաղ, բանը, խաղաղ երեխա է, տեսակ։ Ճիշտ է, ես։ Հետո ես քեզ այդ բան լավ ես զգում, որ տեսնում եմ, որ տենց է։ Հանանուն հարցման ժամանակ ինձ ասված չես մեկը գրել էր, որ բլոգերներից մեկը ձեր մասին շատ վատ արտահայտվեց, խոսելու ժամանակ եւ Հարային։ Չէ, իրանց մոտ։ Ինչ գերուցա, չգիտեմ, այդ չէր գրել։ Գերել որ շատ վատ է ձեր մասին արտահայտվել, բայց մենք ամեն դեպքում որոշեցինք ձեր հետ աշխատենք ու զարմացանք, որ ոնց կարա գոլեգայի մասին այդքան սուտ ինֆորմացիա տա ոնց ասել։ Բայց փաստացի կա ինչ աշխատեի, ինչ ինֆորմացիա։ Գիտեմ, չէ, գրել ինչ ինֆորմացիա գրել, որ շատ վատ էր արտահայտվել։ Հա, հարային հիշում եմ, որ միջադեպ քո հետ կապված կար։ Հա, սորիների շարքեր նկարել, որտեղ ասում էր, որ ոնց որ հերիքա գովազդային պատվերներում fake եք, հերիքա ձևանեք թե ինչ որ product եք նվիրում ձեր սիրելիին, ամուսնուն, սկեսուրին բան, իրանք էլ ջանում են, որ զարմանան, ջանում են, որ բանան են ցույց տան, որ ուրախանում են ձեր նվերից ու հստակ
հստակ բրենդի անուն էր տվել, օրինակով որպես օրինակ, եթե այս բրենդի ինձ գովազդված վիրի, այնպես ստացվեց, որ իր սթորիները զուգադիպեց հենց իմ այդ օրվա post-ի հետ, որը հենց այդ նույն օրինակի բրենդի գովազդներ, որտեղ ես իմ ամուսնուս նվիրում եմ նվեր քարտ այդ բրենդից։ Ու իրոք նվիրում եմ, իրոք պրակտիկան նկարել էի։ Իրոք սնունդին անակնկալ էի արել, նախապես էլ բրենդին զգուշացրել էի, որ սկզբից կնկարեմ այդ անակնկալը, որ իրական էմոցիա լինի, հետո այդ կադրը կմիքսենք ձեր գովազդի սկզբի հետ։ Հա։ Դրա համար նույնիսկ սպասել էին մի ամիս, որ ծնունդը գա, ես իրոք պրակտիկան նկարեմ, հետո իրոք այդ միքսումը անենք իրար։ Ու ոնց որ ես չէի տեսել, որտեվ ես այդ բլոգերին չէի հետևում, ինձ անընդհատ նստած եմ իմ համար, բանա գալիս, նամակներ ա գալիս, շերին անում, ասած մի հատ տոն շերին անում ու իմ բլոգեր ընկերները, ովքեր որ սենց ում հետ որ մտերիմ եմ, գնում են տեսել ես, չա, մտնում եմ ու սենց ոնց որ չեմ կարա բացատրեմ ինչ եմ զգում էլի այդ պահին, այդ աբսուրդի աստիճանից, էլի ոնց կարելի է, նույն օրը ոնց որ մի ժամ տարբերություն էլ չէր անցել, էլի այդ օրը։ Ոնց որ տպավորություններ, որ սենց նայած անջատած նկարած լինեին, էլի, որտեվ սցենարային բրենդից է այդ բան։ Ո՞ր մասին է խոսքը Կամիլայի, հա։ տեսել էի, հա։ Հա, ու ոնց որ ինքը բանը, ես իրան գրեցի իհարկե անձնականով, որտեվ չեմ սիրում այդ հանրային կոնֆլիկտներ բաներ կամ մարդուն նեղացնել, եթե հստակ պատճառաբանված չի, բարձաբանած չի ինչ ա եղել։ Ես իրան երկար գրեցի, որ ոնց որ նորմալ չի, որ բրենդը կարող է նայի ու մտածի սխալ բլոգերը։ Հա, բլոգերը, եթե ես լինեի բրենդի մարքետոլոգը, այդ օրը նայի, կասեի, վայ, փաստորեն այս բլոգերը որ գովազդ ենք վերցրել, վատ ինտեգրացիա է արել։ Հա։ Դաժե քննարկվում է, որ այդ վատ ինտեգրացիա է։ Կարող է վստահություն կորցնեի ես ու իմ նման էլի շատ բլոգերներ ովքեր այդ ֆորմատով գովազդներ են անում, բայց ինչի կորցնեն քո գոլեգաները վստահություն կամ ինչ-որ չափով hate եկավ քո վրա իրա լսարանի։ Չէ, բացարձակ։ Դե ես հանրային ընդհանրապես բանություններ եւ այլն չեղան։ Ընդհանրապես չէ, ես մենակ ուղղակի գրել էին, որ ձեր մասին է, տեսել եք, հետո երևի մտածեցին ինչի ես չանադարձա, բայց ես ուղղակի իրան անձնականով գրեցի, ինքն էլ գրեց, որ ինձ չէր վերաբերվում ընդհանրապես, իմ հետ կապ չուներ։ Հա։ Ինքս էլ կիսում եմ Կամիլայի կարծիքը, այնքանով, որ իսկապես շատերը այնքան կեղծ չգիտեմ, ինտեգրացիաներ են անում բրենդների, նույնիսկ ծաղիկ է for բրենդը, ծաղկի խանութը, բլոգերին նվիրում է ծաղիկներ, բայց մեկ էլ տեսնում ես, որ այդ բլոգերը վիդեոակց է, որ չգիտեմ, մտնում է տուն, մեկ էլ ամուսինը ծաղիկներով դիմավորում ու այդ այն ծաղիկն է, որ իրան բարտերային ուղարկել է։ Հա, բայց դա ինչ ինչ է խանգարում։ Այնքանով, որ ստեղծվում է ոնց որ կեղծ տպավորություն, կեղծ կոնտենտ ու լսարանն էլ շատ sense ընտանիքի հետ համայնքային զգացումներ նայում են, մտածում են, վայ, այսօր մենք է ծաղիկներով գնանք։ Ինձ թվում է այդ ինչ-որ չափով բացասական է, որովհետև, չգիտեմ, երբ որ անընդհատ այդ ռոպագանդվում է այդ ամեն ինչը ու դա իրական չի, այդ ոնց որ ես դրան կողմ չեմ։ Ոյ, չգիտեմ, ճիշտն ասած, ես այդքան փնջերի, այդ մեծ այդ ամեն ինչի կողքը ոնց որ իրական կյանքը շատ ավելի հետ է մնում, էլի, եթե։ Հա, բայց ամեն դեպքում ես մտածում եմ, որ բլոգերները ու ընդհանրապես բոլոր մասնագետները իրենց մասնագիտության հանդեպ, կոլեգաների հանդեպ սոլիդարություն ունենան։ Օրինակ ես ատոմ եմ, որ գնում եմ դիմահարդարման ու դիմահարդարում խոսում եմ մյուս դիմահարդարների մասին։ Կամ գնում ես մատարդարման, ասում եմ, «Իսով օրես ինչ վատ է»։ Միանգամից իմ մոտ բացասական բան ա գալիս այդ մաստերի հանդեպ, որովհետև ինչի համար քո կոլեգային վատ բանով քննարկես, էլի։ Կարող է ես, չգիտեմ, հետո այդ մի օրներ հարմար չէ եկել էի քո մոտ, հետո էլի գնալու իր մոտ, ոնց որ իրենց հաճախորդ է։ Հա, դա հասկանում եմ, աշխատանքային, բայց ոնց որ այդ մի քիչ էլ այդ կեղծը, որ շատ է լինում, շատ մարդիկ, ովքեր ազդեցություն ունեն այդ բլոգերների կողմից, իրանք ոնց որ անդադ մտածում են, վայ, ճիշտը սենց է, որ պետքա, չգիտեմ, այդ 24/7 մեծ բուկետները լինեն, այդ նվերները լինեն, անակնկալները եւ այլն, բայց այդ ոնց որ իրական կյանքում չի, էլի, հասկանում ես, ինձ թվում է այդ է ավելի շատ ոնց կարաս այդ fake ես, այդ էլ չեմ պատկերացնում, օրինակ ամուսնուդ ասես դե բան արա, ոնց որ էս ինձ թվում է ինչ որ չափով նաև ամուսնու արժանապատվությունը պետքա մի քիչ կպնի էլի, որ օքեյ, լավ, բան կանեմ, մտի տուն այս ծաղիկները կտամ քեզ իբր նվերա։ Հա, ոնց որ ծաղիկները տալիս են դուրս։ Հա, այդ էլի բնական է, բայց ոնց կարաս այդ ամուսնուդ համոզես, որ fake։ Okay, որտեղ մտածում եմ, որ եթե ես չեմ fake-ում, բայց միևնույն է թիրախավորում եմ որպես օй fake-ում ամայրությունը կամ այն մյուսն էլ fake-ում այլ։ Փաստացի մարդիկ չեն տարբերակում, չգիտեմ, իրական։ Եվ ազնիվ տարբերակում ես դու մեկ այդ hate-ը ստանալու եւ անաստիվ
Թողանեն ինչ ուզում են։ Ահա թողանեն ինչ ուզում են մեկը մարդիկ ընդհանրապես հանրային մարդիկ շատ վատ են ճանաչում շատ վատ են ճանաչում լրիվ հակառակ են ճանաչում ամենաշատ հեյթվող կերպարները կյանքում ամենաազնիվ ամենանյաշ ամենաաջակցող դե իհարկե միշտ չեն կարող երբեք ասել մեծամասամբ իմ ծանոթների մեջ ու հակառակը ամենա չգիտեմ սիրված նյաշկաները համացանցում իրական կյանքում վայ Դե ինձ թվում է այդ մարդիկ էլ ոնց որ ունեն իրանց լսարանը, իրանց սպառողներին դրա համար ոնց որ ամեն մեկը թող նայի են ինչ ուզում է, վատ մեկնաբանություն գրելու փոխարեն թողանեն բլոգ, ինքը այտենց լավ բավականին օգտակար ֆունկցիա է, այլ քանի արդեր ախնայում եւ այլն, բայց ցանկալի է ինձ թվում, որ իսկապես այդ ազնվությունը լինի։ Այս շուտով այս ամբողջ շաբաթը նկարահանումներ ենք դրել ու տենց շատ մեծ սիրով կանչել եմ բլոգերների, ովքեր տենց իրոք անկեղծ իրանց կյանքը ցույց են տալիս ու թեկուզ եւ այն հասարակ տենց մարդկային վերաբերմունքը, չգիտեմ, զուգընկերների մեջ են տենց པարզ բաները, որ այնքան կարոտ ենք դրա մնացել, այդ մեծ, չգիտեմ, ամեն ինչ այնքան մեծացրած, տենց ճոխացրած հասկանում եմ, որ կոնտենտ է պետք, ինչքան կարողանում են շատ ոնց որ առիթ են ստեղծում այդ ամեն ինչը մեծացնելու, ցույց տալու, բայց դրա կողքը այնպես པարզ մարդկային բաները այնքան կարիք կա, դրա համար ոնց Ուղղակի մեր պետքա հիշենք, որ մեր հասարակությունն էլ է սիրում ինքը իր համար կեղծել ուրիշի իրականությունը, անիակեղծ լինենք Որտեղ օրինակ ես կարող եմ օրը գիշեր աշխատեմ, ինչ որ, չգիտեմ, ես հիմա միաժամանակ եմ 4 տարբեր աշխատանքներով եմ զբաղված, որ օրը գիշեր աշխատեմ, չգիտեմ, ամեն ինչ անեմ, որ մենք մաքսիմալ 2-ով հասցնենք ամեն ինչ անել ու վերջում ինչ որ իմանամ խոսակցություններից, որ դե ամուսինը անում է, ինքը ներկայացնում է իրան, ինքը սիրում է իր համար ֆեյքել իմ իրականությունը, էլի։ Էդ էլ է մի քիչ վիրավորական, որ մտածում ես, չես դու իմ իրականությունը ֆեյքում ես, ես դրա մասին չի։ Հա, չգիտեմ, այսքան տանջվում եմ այդ իրականությունը ստեղծելու համար։ Ինել հարաբերությունների դեպքում, ասենք, եթե ինչ-որ մեկը նկարել է շատ լավ հարաբերություններ եւ հետո բաժանվել են, նախ դատեղ չի արժեզրկում իրանց ունեցած այդ լավ պահերը, երբ որ իրանք այդ նկարում էին, բոլորիս կյանքում էլ չի լինում, որ շատ վատա, բայց մենք տարիներով իրար հետ ենք։ Բարձա, որ շատ լավ պահեր են ունեցել, երջանիկ պահեր են ունեցել, ձեր հետ կիսվել են, բաները, բաժանվում են, բարձմա կոմենտներում մի հատ էլ այդ հեյթա բաժանման մասին, բա էս էիք ասում, բա այն էիք ասում։ Նորմալ է, որ մարդը ունեցել է երջանիկ պահեր եւ հետո մարդիկ չեն սիրում, երբ որ դու քո երջանկությունից ես խոսում։ Եթե դու լավ բանից ես խոսում, մարդը չի սիրում, ներվայնան մա։ Եթե երջանկությունից ես խոսում, հաջողությունից ես խոսում, ինքը շատ արագ դա կեղծում է։ Հա, վեսում են դրամաներ հայերը տեսնում։ Հետո հիմա ավելի ահավոր բան կա, որ նոր զույգեր են լինում իրար առաջարկություն անում, բան, ու գում են տենան քիչքան կծեք։ Չեք նկատել։ Դա շոր բուլինգի են սաղից ենթարկում։ Հասարակություն։ Ինչն է որ օգնում է տոկուն մնալ, շարունակել անել։ Ինչ անում ես։ Ինձ շրջապատող մարդիկ անկեղծ եւ ընտանիքի ներսում եւ ընկերական շրջապատում նենց մարդիկ են ինձ շրջապատում, որ նենց միշտ ինձ հիշեցնում են, որ հա, աջակցում են, հիշեցնում են, որ մենք տեսնում ենք դու ինչեր ես անում, ինչեր ես հասնում, ձեր ընտանիքին տեսնում ենք ներսից։ Տենց Բորիսը մի անգամ հաղորդում հյուրեր ինձնից ու կարոշից էր խոսում, ասում էր բանը, երբ որ իրանք վեճեր ունենում, չնայած վեճեր ունենում, ասես շատ անկեղծ մեզնից էր բան ասում, ասում ինչ է տարկիր է կողքից Մարդիկ ուրիշ մեկին ցեն մեր մասին լսում են, իսկ այդ իրանց համար ավելի հավաստի լինի, քան որ ես եմ այդ մասին խոսում, հա։ Դե ինչ, մենք ավարտեցինք մեր այսօրվա նկարահանումը։ Հուսամ, այո, մենք շատ լավ խոսացինք, Ոսկորները լվացին, տեսիք դնես անց։ Ձեր ոսկորները լվացին։ Մի լավ քննարկեցինք բոլորին։ Այո։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտար, եկար ինձ հյուր։ Հուսամ շնորհակալ եմ դրանցի համար։ Ինձ հետ աղջիկներից ուզում գնանք կմեկնաբանենք։ Հա, լավ մեկնաբանություններ գրեք, այնքան եմ մոտիվացվում, չեմ կարող շատ։ Լավ կոմենտներ են գրում, տեկեք Սոնային մոտիվացնենք, մենք լավ բաներ գրենք։ Այդպես շաջակցենք ալիքին, դառնա 100,000 ենա կոճակը ստանաս։ Օպրես։ Կնշենք։ Օպրես։ Դե չմոռանաք հետևել, ինչպես նշեց մեր YouTube-յան ալիքի, իմ YouTube-յան։ Այո։ Մեր YouTube-յան ալիքին, այո։ Սեղ մեկ, մեր Instagram-յան էջերին կարող եք հետևել եւ մեր սելի հովանավոր կուալիտայի էջը կարող եք հետևել։ Ապրես։ Իչի Սոն։ Ես այսքան ժամանակ բարձի վրա եմ կանգնած եղել մեր իրական։ Արի բայց դիացես։ Ահա։
Մեռնում եմ, շատ բոյով է, շատ։ Ոչ մի անգամ այսքան բարձր մենք շտատիվ չէինք դրել։ Ստեսիոն իզումա շոկա լինելու բոլորի համար այս մեր վերջին կադրը, հա, ոյ մեռա։ Կոալիտան ստեղծել ենք, որպեսզի կարողանանք ձեր խնամքը ավելի հեշտ եւ արդյունավետ դարձնել։ Կոալիտան հայկական խնամքի, մաշկի խնամքի բրենդ է, նախատեսված տարբեր մաշկային խնդիրներ ունեցող անձանց համար։ Եթե ցանկանում եք ունենալ խնամված եւ առողջ մաշկ, գրեք մեզ։